Պարոն Պողոսյան, վերջից կանք։ Անիֆի մասով ասում եք չեմ ուզում բացահայտել, թե ինչ գործի շրջանակներում է, բայց կարծում եմ այստեղ գաղտնիք չկա, բազմաթիվ անգամներ ես եմ խոսել, մեր հանրությունն էլ գիտի, բայց ես ուզում եմ հերթական անգամ շեշտադրել, որ խոսքը 1.5 միլիարդ դրամի վատման մասին է, որը ոնց է տեղի ունեցել, որ պետական բյուջեից 1.5 միլիարդ գնացել է օֆշորում գրանցված 8 օր առաջ գրանցված կազմակերպությանը, որը պատկանել է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհուն։ Այստեղ ես հատուկ եմ սա շեշտում, որովհետև մեղադրյալների մեջ որևէ կերպ Տիգրան Ավինյանի անունը չի շրջանառվում։ Ես գիտեմ, որ ինքը հարցաքննության է կանչվել, բայց որևէ կարգավիճակ ես փուլում չունի։ Այստեղ էլ հետաքրքիր է, ինչու չունի միջև այսօր որևէ կարգավիճակ, որովհետև առնչությունը կնոջ ընկերուհու մասով ակնհայտ է եւ նրա զբաղեցրած պաշտոնը եւս ակնհայտ է։ Այս մասով էսպես, հաջորդը գաղտնալսումների մասով, պարոն Պողոսյան։ Ապօրինի գաղտնալսում է եղել։ Դուք ընդունում եք, չէ՞, որ ապօրինի գաղտնալսում է եղել, որովհետև որևէ գործի շրջանակներում գաղտնալսում չի եղել, այսինքն դատարանի որոշում չի եղել, որի հիման վրա այդ գաղտնալսումը իրականացվել է։ Ապօրինի գաղտնալսման հիման վրա դուք գործ եք հարուցել, բայց ասում եմ, խի գործ չեք հարուցել բուն ապօրինի գաղտնալսման հիման վրա։ Երբ 18 թվականին թե 19 թվականներ Վանեցյանին գաղտնալսեցին, ոչ թե գաղտնալսման բովանդակության հիման վրա գնաց քննչական վարույթը, այլ գաղտնալսման փաստի հիման վրա վարույթը հարուցվել է։ Այս դեպքում մենք հակառակն ենք տեսնում, որովհետև ձեր նպատակը ի վերջո դեպի կաթողիկոս գնալն է, կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն է, բայց կրկնում եմ, դուք դեռևս վարույթ չեք հարուցել բուն ապօրինի գաղտնալսման փաստի հիմքի վրա։ Հաջորդը Գյումրու դեպքերի մասով, պարոն Պողոսյան, ձեզ համար ծիծաղալու չէ ձեր պատասխանը Ռուբեն Մխիթարյանի մասով։ Ասում եք, բան է արել, ասես տակից մի բան արել, հետո ձեռքերը բարձրացրել։ Ամբողջ ընթացքում տեսանյութերում երևում է այդ մարդը կամ ասում է հանգիստ կամ ինչ որ ձեռքերը ասես բարձրացրած, ոչ թե ձև է տալիս, որ հետո ալիբի ունենա, ասի ձեռքերս բարձրացրած, այլ ամբողջ տեսանյութը դրա մասին էր։ Ու հետո դուք այնպես նկարագրեցիք, որ այդ մարդիկ, ովքեր դուրս էին եկել, այդ թվում ԿՊԱ-կանի զոքանչը, գնացել էին բռնություն կիրառելու ոստիկանների նկատմամբ։ Ինչ մենք տեսել ենք, հակառակն ա եղել, ոստիկաններն էին բռնի գործողություններ իրականացնում։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտել նաև անչափահասների նկատմամբ։ Լավ, անչափահասի նկատմամբ բռնությունը կիրառում են, հետո տանում են կալանքի, նրա ճակատագրի վրա խարան են թողնում, բայց ամեն ինչը չեք հաշվարկում։ Անչափահաս երեխան, որ դուրս է եկել հրապարակ, ինքը գնացել է բռնության է ենթարկել Կարմիր բերետավորին, որի համար ալֆա ջոկատին, դուք այդտեղ հատուկ նշում եք, որ հատուկ ստորաբաժանման նկատմամբ բռնություն։ Անչափահաս երեխան Կարեն Սարոխանյանի զոքանչը, մեկ էլ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը գնացել էին ալֆա ջոկատին ծեծելու։ Ձեզ համար մի տեսակ տարօրինակ չի, ինչու՞ էս ամեն ինչը։ Թե ուղղակի պետք էր այդ բանը վախի մթնոլորտը սերմանել Գյումրիում, կոնկրետ անձանց մեկուսասել դա անում եք։ Ամբողջ խնդիրը ստեղ է։ Հոգևորականների մասով, երբ ես գիշերազգեստի մասին խոսացի, ես ինչ որ արձագանքներ նկատեցի ու ես սա շատ ցավով եմ արձանագրում, որովհետև ես չէի ուզենա, որ այն բոլոր մարդկանց հետևից ում հետևից կգնա քննչականի որևէ ներկայացուցիչ, հատկապես եթե նրանք կանայք են, նրանց նկատմամբ այդ գործընթացները տեղի ունենային այն ժամանակ, երբ մարդկանց նույնիսկ հնարավորություն չընձեռվեր գիշերազգեստը փոխելու։ Սա ես կրկնում եմ, հատուկ միգուցե այս ամբողջ ողբերգությունների մեջ ամենակարևոր դետալը չի, բայց շատ նուրբ դետալ է, երբ որ մարդուն հոգևորականին թույլ չեն տալիս նույնիսկ շորերը փոխել, հետո նոր նստել խոսակցությունների շարունակությունն իրականացնել։ Հաջորդը, պարոն Պողոսյան, երբ Կիրակի օրով ասում եք, ինչ խնդիր կա, քննիչը Կիրակի էլ աշխատում, շաբաթ էլ աշխատում, ընդհանրապես 24 ժամ աշխատում է, բան չի, տուն չի գնում եւ այլն, իսկ դա կարող է պատահմամբ համընկելա նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետքա գնար Հովանավանք եւ փորձ էր արվում մեկուսացնել այդ բոլոր մարդկանց, բոլոր հոգեվորականներին։ Մի հոգեվորականի չեք կանչել հարցաքննության, բոլոր հոգեվորականներին այդ թեմում կանչել եք հարցաքննության, ծանուցում ուղարկել եք հարցաքննության եք կանչել, բայց հետո դրանից հետո որևէ բան չի հաջորդել, հասկանում եք։ Այլ բան, եթե կանչեիք, հետո ինչ որ գործընթաց լիներ, գործընթաց չկար։ Դուք խնդիր եք դրել ձեր առաջ, քննիչը կանչել է տասնյակի 10-ից ավելի հոգևորականներ զուտ, որովհետև որևէ մեկի համար, այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների համար խնդիր չլիներ այնտեղ գնալը, թե հոգևորականներն ինչ պետք անեն, այդտեղ էլ դժվար է ասելը։ Հաջորդ հանգամանքը ավարտում եմ Սրբազանի մասով շատ կարևոր է։ Ես անկեղծ ասած ձեր հատուկ ոգևորվածությունը չհասկացա։ Ձեր էմոցիոնալ պորտկումը չհասկացա, որովհետև դուք այս պահին այն դիրքում չեք,
որ դուք նման պարտքում պետք է ունենաք, երբ որ դուք ասում եք, այ մենք տեսել ենք պլանը, որտեղ գրած է ահաբեկչական գործողություններ, դուք նույնիսկ պոլիփայտերն էիք հրապարակում, որպես գործիք ահաբեկչության, բայց պլանը հրապարակեիք։ Կեղծված ձայնագրություններ եք իրար կցած ձայնագրություններ եք հրապարակում, բայց եթե նման անհերքելի փաստ ունեք, որ Սրբազանը, մեր գործընկերը եւ մյուսները ահաբեկչական պլան էին գծել, sense երևի պատկերացրեցի արդեն կինոների նման գրատախտակին sense գծել էին գործողությունները ոնց պիտի իրականացնեին, բա հրապարակեիք։ Ում եք սպասում։ Մենակ ես պետքա դա տեսնեմ, բայց եթե նման անհերքելի փաստեր ունեք, ամբողջ ժողովրդի ցույց տվեք, ինչու դա չեք անում, որովհետեւ տենց բան չկա։ Իսկ բանի հետ կապված տեսեք, այդ գյուլելու այդ պատմությունը, դուք գիտեք, որ ամենաշատը դա է ժողովրդի վրա ազդել, որ այնպիսի տպավորություն եք դուք փորձել ստեղծել, այդ թվում նաև անձամբ դուք, ձեր խոսքով, որ եղել է իշխանության, փորձել է իրականացվել իշխանության զավթում, որի ընթացքում նախատեսվել է մարդկանց գյուլել։ Պարոն Պողոսյան, երբ որ ես ու դուք հիմա ստեղից դուրս գանք, մի հատ քննարկում ունենանք, ասենք, օրինակ ես ասեմ, պայմանական եմ ասում, պարոն Պողոսյան, ես կարծում եմ մանկապիղծերին պետքա գյուլել։ Հետո գնա մեր տուն, սկսեմ քննարկել անհնազանդության ակցիաների միջոցով իշխանության հեռացնելու գործընթաց։ Այդ ընթացքում ինձ ձայնագրեն, այս առանձին կտորը եւ իշխանության հեռացման կտորները միացնեն իրար, ու ասեն, տեսեք, Գրիգորյան Նանան ուզում է իշխանությունը զավթի, իշխանությանը հեռացնի, ձեռի հետ էլ ուզում է գյուլի, բայց չեն ասում է, որ այնտեղ ընդհանրապես այլ խոսակցություն է։ Դուք ստել եք, պարոն Պողոսյան, եւ իմ ակնկալիքը ձեզանից, որ դուք նաև հանրությունից ներողություն խնդրեք, որ մոլորության մեջ եք դրել մի ամբողջ ժողովրդի, ու այդ նույնիսկ ահաբեկչության այդ վատ բանը, ասենց պախարակել եք, հասկանում եք, վաղ ահաբեկչություն փորձեն իրականացնել, որ մարդիկ, որը մեկ այլևս չի հավատալու, շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Գրիգորյան, որ ասում եք ստել եմ, օրինակ ինչ եմ ասել, որ ստել եմ։ Այդ բառացի կկրկնեք։ Չէ, իմ Սա խորհրդարանը քաղաքական գնահատականների տեղ է։ շատ լավ։ Դուք նշում եք, թե Անտիֆի գործով Տիգրան Ավինյանը ինչի կարգավիճակ չունի, հիմքեր չի եղել, առնվազն եւ կարգավիճակ չի ունեցել։ Այս առումով այսքանը, այսինքն մենք ըստ ցանկությունների կամ, չգիտեմ, ըստ տրամադրությունների չենք գնում անցած կարգավիճակ տալու։ Հավաստիացնում եմ, որ մեր համար տարբերություն չկա անձի զբաղեցրած դիրքը, պաշտոնը, եթե համապատասխան հիմքեր լինեն, Տիկին Գրիգորյան, վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը այս մասով միջոցներ կձեռնարկի, որպեսզի անձանց տրվի համապատասխան դատավարական կարգավիճակ։ Որևիցե կաշկանդվածություն, որևիցե մեկից չունենք։ Հաջորդը, դուք նշում եք, որ չգիտեմ քրեական վարույթ են քարոց է գաղտնալսման հետ կապված, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել առնվազն, դուք օգտագործում եք ճիշտ ասենց ընդհանուր բառերի մեջ, որ գաղտնալսում, մենք չունենք նման տվյալ, որ դա գաղտնալսում է։ Պարզ եմ ասում, դրա համար, չգիտեմ, մարդը մասնագիտական, ասենք դուք ասում եք գաղտնալսում, մենք էլ ասում ենք այս պահին տես տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ որ արտացոլված է որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ, եւ մենք այդ մասով վարույթ ենք նախաձեռնել։ Ինչ վերաբերում է դուք նշում եք մեր նպատակը, չգիտեմ, կոնկրետ սուբյեկտն է, մենք որևիցե քրեական վարույթով Տիկին Գրիգորյան, որևիցե նպատակ չունենք։ Հեռախոսային խոսակցություն։ Կպարզենք, քննությամբ կպարզենք։ Խնդրում եմ թույլ տվեք պարոն Պողոսյանը արձագանքի։ Խնդրեմ պարոն Պողոսյան։ Հաջորդը դուք նշում եք դարձյալ այդ փաստաբանի դեպքին եք անդրադառնում, ախր դուք մանիպուլացնում եք Տիկին Գրիգորյան, դուք նշում եք ամբողջական տեսանյութն է, այսինքն Ռուբեն Մխիթարյանը մենակ այդ պահին է տեղ եղել կամ չգիտեմ դուք Տիկին Գրիգորյան, չեմ ուզում ծավալվեմ, ստացվում է մի հատ երկխոսություն, երբ որ դուք ինձ դրդում եք, որպեսզի հրապարակեմ քրեական վարույթով ձեռբերված փաստական տվյալներ, համաձայն չեմ ձեր հետ։ Խնդրեմ Տիկին Թովմասյան, եթե ավարտել եք պարոն Պողոսյան։ Կիրակի օրով արդեն պատասխանեցի այդ հարցին ճիշտն ասած։ Բայց մի բան էլ նշեմ էլի Կիրակի օրվա հետ կապված։ Երբ որ հոգևորականները հաղորդագրություն տարածեցին, որ պատարակի ենք մասնակցելու, չէ՞։ Նման այ դուք բան չի չեք նշում, որ օրինակ քնիչը այդ երբ որ ծանուցել էր, փաստացի, եթե որ ծանուցված անձը չի գալի,
եթե դա հարգելի չի, քննիչը արդեն բերման ենթարկելու մասին որոշում է, չէ՞ կայացնում։ Տեղյակ եք, չէ՞ այդ process-ների մեջ։ Բայց ինչի՞ չեք նշում, որ օրինակ երբ որ իրանք հայտարարություն տարածեցին, որ մենք SSS մասնակցելու ենք, դրանց հետո չհաջորդեց բերման ենթարկելու մասին որոշում կայացնելը։ Ինչի՞ չեք նշում։ Եթե ըստ ձեզ քննիչի այդ օրը ծանուցում ուղարկելը, չգիտեմ, այլ գործոնով էր պայմանավորված։ Հետևաբար այս առումով Տիկին Գրիգորյան արդար չեք։